Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ամերիկայի փոխնախագահ Վենսը Հայաստան գալու է, հասարակական քաղաքական գուշակություններին Թրամփի գրառումը վերջ դրեց։ Տեղակալին Կովկաս այո գործուղելու է եւ Հայաստան եւ Ադրբեջան։ Ճիշտ այս հերթականությամբ Վենսը նախ Երևան կգա, ապա դեպի Բաքու ուղղություն կվերցնի։ Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցել է Հայաստան եւ Ադրբեջան մեր խաղաղության ջանքերը զարգացնելու եւ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման նախագիծը առաջ մղելու համար։ Կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ։ Մենք Հայաստանի հետ համաձայնագիր կստորագրենք միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ։ Ըստ էության Վենսը տարածաշրջան է գալիս Սյունիքի ամերիկյան ճանապարհի հարցերով։ Նկատենք նաև Թրամփի ձևակերպումները ամրապնդելու են ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, շեշտում է, իսկ Հայաստանի հետ կապված միայն նշում, թե համաձայնագիր են ստորագրելու միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ։ Չնայած այս հանգամանքին փորձագիտական համայնքում այնուամենայնիվ միանշանակ է Ամերիկայի փոխնախագահի այցն այդ թվում մեր երկիր կարևոր նշանակություն ունի, թեպետև Թրամփն իր գրառման մեջ չի նշել, բայց նաև հայ-ամերիկյան գործակցությունն է քայլ առաջ դնում դեպի ռազմավարական մակարդակ։ Միայն մասնագետների պատճառահետևանքային վերլուծություններն են կիսվում ու տարբերվում իրարից, ինչ կտա կամ ինչ կպահանջի մեզնից Թրամփի ներկայացուցչի գալուստը։ Շատ կարևոր այց է սա մեզ համար, որովհետև ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանի այս անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստան շատ քիչ են այցելել եւ փորձ ցույց է տալիս նրանք էլ ովքեր որ այցելում են, դրանք այդ այցը շատ մեծ նշանակություն է ունենում։ Այնպես չի որ այցելում են այցելելու համար կամ ընդհանրապես գալշկայի համար։ Իհարկե դա խոսում է ռազմավարական փոփոխությունների մասին տարածաշրջանում, այսինքն ԱՄՆ-ն քայլ առ քայլ վերցնում է տարածաշրջանը իր վերահսկողության տակ եւ հիմնական եւ կարեւոր ԱՄՆ-ի համար փուլը նա է, որ բոլոր տարածաշրջանային process-ներից ԱՄՆ-ն փորձում է դուրս մղել Ռուսաստանին եւ Իրանին եւ նաեւ այս այցը այդ շրջանակներում է կատարվում։ Փորձագիտական համայնքում նաև տեսակետներ են շրջանառվում, թե Վենսի այցով հայկական դիվանագիտությունը մեկընդմիշտ կարող է լուծել Բաքվում ապօրինաբար պահվող արդեն 19 գերիների այդ նույն խնդիրը, որ հայ-ադրբեջանական Ամերիկայի նախախաղաղության գագաթնաժողովի մեկնարկից առաջ Հայաստանի վարչապետի հետ զրույցում Ամերիկայի առաջնորդն ասել էր, թե կլուծի, խնդրելով Ալիևին։ Այդ ժամանակ Բաքվի բանտերում հալածվող հայերը ըստ էության հաստատված գերիները 23-ն էին։ Կարծում եմ հանուն ինձ կանեն դա, սա կարևոր է, չէ՞։ Այս փորձն աչքի առաջ ունենալով, երբ գրեթե կես տարի անց այդպես էլ պարզ չէ, խնդրեց Թրամփին Ալիևը թե ոչ, մասնագետների կարծիքները դարձյալ էականորեն իրարից տարբեր են։ Փորձագետների մի խումբ համոզված է, որ փոխնախագահը կկարողանա Երևանից Բաքու հասցնել սահմանած խնդիր, որ հայ գերիներին ազատ կարձակեն։ Մյուս խմբում էլ վստահ են, այո, այդպես հնարավոր է, բայց միևնույն է Ալիևը բոլորին եւ հատկապես Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը առայժմ բաց չի թողնելու։ Ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում այս հարցում որոշակի առաջընթաց ունենար, հաջողություն ունենար։ Կարծում եմ այդքան կողմը կփորձի օգտվել այս առիթից եւ մյուս գերիների հարցներ բարձրացնի։ Դա համապատասխանում է 3 իշխանությունների շահերին՝ Ադրբեջանի, որովհետեւ նա փոխարեն շատ բան է ստանում, Հայաստանի գործող իշխանությանը, որովհետև այդ նոր խաղաղության դարաշրջանի PR-ի համար դա իրենց պետք է, եւ ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարությանը, որը ցույց կտա, որ հասել է իր նպատակներին։ Մասնագետների խոսքով մինչև ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանները մի բան ակնհայտ է Հարավային Կովկասը կրկին մեծ քաղաքականության խաչմերուկում է, իսկ Հայաստանի առաջիկա ժամանակները կարող են լինել թե հնարավորությունների, թե պատասխանատվության լուրջ փորձաքար։ Ամերիկյան ավիակիրներն ու ռազմական տեխնիկան օդուժը որքան մոտենում են տարածաշրջան Իրանին, այնքան ավելի է մեծանում ու խորանում միմյանց նկատմամբ սպառնալիքների տարափը Միացյալ Նահանգներից եւ Իրանից։ Ամերիկյան տեղեկատվական աղբյուրները հայտնում են, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև երկրի միջուկային ծրագրի եւ բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման վերաբերյալ նախնական բանակցությունների անարդյունավետությունը Թրամփին կարող է մղել նոր խոշոր հարվածի Իրանին։ Ընդ որում Թրամփը հայտնել է, թե Թեհրանին տված ժամկետը ավարտին է մոտենում։
Կարող է շատ ուժեղ հարվածել, բայց երկարատև պատերազմով նա չի կարող ինչ-որ խնդիր լուծել։ Այդ հարվածները չեն ոչնչացնելու Իրանը։ ԱՄՆ նախագահը ըստ ամերիկյան աղբյուրների հնարավոր է օդային հարվածներ ուղղի Իրանի առաջնորդների եւ անվտանգության ուժերի ուղղությամբ։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի հենց նրանք են պատասխանատու բողոքի ցույցերը ճնշելու եւ ցուցարարների սպանության համար։ ԱՄՆ ուժերը հնարավոր է թիրախավորեն Իրանի կառավարական հաստատությունները, միջուկային օբյեկտները։ Թեհրանը ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ մտնում է հակամարտության երրորդ փուլ։ Հուսանք, որ Իրանը արագ կնստի բանակցությունների սեղանի շուրջ եւ կկնքի արդար եւ իրավահավասար համաձայնագիր առանց միջուկային զենքի, որը շահեկան կլինի բոլոր կողմերին։ Իրանը այդ ընթացքում դիտաբերություն շատ երկրներ այդ ունեւ Հայաստանի դասեր քաղել է 12 օրվա պատերազմի անհաջողությունը ցվելուծել է եւ որոշակիորեն զինվել է։ Ռուսաստանից եւ Չինաստանից գնելով բարձր մակարդակի հակօդային պաշտպանություն, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, հրթիռներ։ Իրանը շարունակում է դեռևս օգնություն թե քաղաքական թե այլ տիպի ստանալ Չինաստանից եւ Ռուսաստանի Դաշնությունից ու այլ իրենց դաշնակիցներից, այսինքն եթե նույնիսկ պատերազմը լինի, դա չի նշանակում, որ այն հեշտությամբ կհասնի այն նպատակին, ինչի համար էլ այդ պատերազմը պետք է լինի, այսինքն քաղաքական ռեժիմի փոփոխությամբ։ Իրանի բանակը պատրաստ է անհապաղ եւ վճռականորեն արձագանքել ցամաքում, օդում կամ ծովում ցանկացած ագրեսիայի։ Իսրայելի հետ անցած տարվա պատերազմի փորձը թույլ կտա ավելի արդյունավետորեն արձագանքել սպառնալիքներին։ ԱՄՆ նախապայմաններ է առաջադրել իրանցի պաշտոնյաների հետ հանդիպման համար, որոնք ըստ ամերիկյան տեղեկատվական աղբյուրների ներառում են ուրանի հարստացումից հրաժարվելը, բալիստիկ հրթիռների ծրագրի սահմանափակումը եւ տարածաշրջանում իրանական պրոքսի ուժերին աջակցելու դադարեցումը։ ԱՄՆ-ն պահանջում է նաեւ, որ Իրանը սահմանափակի իր բալիստիկ հրթիռների հեռահարությունը։ Թեհրանը սակայն ըստ ամերիկյան աղբյուրների մերժել է այդ պահանջը եւ պատրաստ է քննարկել միայն միջուկային ծրագիրը։ Եթե դու այս հարցերում գնաս զիջումների, գնաս նաեւ այլ քաղաքական զիջումների, դու վերածվելու ես Իրաքի տիպի մի պետության։ ԱՄՆ-Իրան լարվածությունը ինչ խոսք բացասական ազդեցություն է ունենալու իր հյուսիսային հարևան Հայաստանի վրա։ Իրանի թուլացումից առաջին հերթին օգտվելու է Ադրբեջանը եւ հնարավոր է, որ օգտագործելով հարմար առիթը զորք մտցնի Սյունիք։ Ակնհայտ է, որ եթե մեծ պատերազմ լինի, Հայաստանը լինելու է Իրանի թշնամիների ճամբարում։ Դա ակնհայտ է։ Ու եթե մենք վերլուծենք տրիպ նախագծի խորքային իմաստը, ներկայիս կոնֆիգուրացիայով տրիպ նախագծը, մենք կտեսնենք, որ պարզապես հայ-իրանական սահմանը անցնելու է ամերիկացիներին։ Ադրբեջանական զորքերը շատ հանգիստ մտնելու են ամբողջ Սյունիքի մարզը, ամբողջովին վերցնենք Միջանցքը բացի ոչ թե ինչ-որ Տրամպի ճանապարհ կամ Մեղրի հարավը։ Ամբողջ Սյունիքի մարզը կարող է մտնի վերցնի տեղի հայ բնակչության դուրս քշի։ 22 թվականին կարևորագույն գործոններից մեկը, որը թույլ չտվեց Ադրբեջանին այն ժամանակ արդեն բացել Զանգեզուրի միջանցքը, դա Իսլամական հեղափոխության կորպուսի ներկայացուցիչների հայտնվելն էր հայ-ադրբեջանա-իրանյան սահմանին։ Դա ակնհայտ աջակցություն է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Բայց եթե մենք շարունակենք լինել Իրանի թշնամիների ճամբարում, Իրանն էլ կարող է իր համար եզրահանգումներ անել։ Բացի այդ, ամերիկյան հնարավոր հարվածների արդյունքում հնարավոր է, որ միգրացիոն հոսքերը Իրանից ավելանան դեպի Հայաստան, իսկ Հայաստանը պատրաստ կլինի ընդունել։ Թուրքիայի դեպքում այդ երկիրը արդեն բուֆերային գոտիներ է ստեղծում, որպեսզի արգելի իրանցիների հոսքը իր երկիր։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին։ Անդրադառնալով ներքին եւ արտաքին սպառնալիքներին, Ադրբեջանի նախագահի հասցեին իր եւ նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտնած շնորհակալությանը նշեց՝ մի շարք դեպքերով ինքը իր կողմնակությունն արդեն հայտնել է։ Դրանք տարբեր քաղաքական որոշումների արձագանքներ են։ Վարչապետը ընդգծեց՝ պետք է իրավիճակներին ռեալ արձագանքներ տալ եւ փոխել աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթները։ Այն խոսույթը, որ Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չի, այդ խոսույթը, որը ես էլ եմ ունեցել այդ խոսույթը, այդ աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթ է, ճշմարտությունը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր եւ այլևս մերն է։ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միացման մասին։ Այն ըստ վարչապետի որևէ սպառնալիք չի կարող առաջացնել, միայն նոր հնարավորությունների եկամուտների համար է։ Թեև դեռ չկան կոնկրետ պայմանավորվածություններ, սակայն գործընթացը արդեն մեկնարկել է։ Մենք Ադրբեջանի ցանցերը օգտագործենք արտահանման ավելի մեծ շուկաների հասանելիություն ունենալ, Ադրբեջանն է շահագրգռված է նույն տրամաբանությամբ, իհարկե իրենք շահագրգռված են նաև Նախճեվանի հետ էներգետիկ փոխանցումներ ունենալու։ Տեսեք, մեր էներգետիկ համակարգը միացած է Վրաստանին եւ Իրանին,
Եվ կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մեր էներգետիկ համակարգը միացած լինի նաև Թուրքիային եւ Ադրբեջանին։ Դա մեր հնարավորություններն է մեծացնելու արտահանման։ TRIP-ը տնտեսական ներդրումային ծրագիր է, որի շրջանակում Հայաստանում նախատեսվում են բազմամիլիոնանոց ներդրումներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով Հայաստանը շարունակում է սերտ համագործակցությունը թե Ռուսաստանի, թե Չինաստանի հետ։ Միաժամանակ իրականացվում է հեծի գնահատման գործընթացը, որից հետո պարզ կդառնա պետությունը արդյոք կկարողանա ձեռք բերել ընկերությունը։ Եթե հեծի շուկայական արժեքը կլինի, այսպես ասած, հասանելի պետական բյուջեի համար, մենք դա լիարժեք ամբողջությամբ կպետականացնենք, կազգայնացնենք եւ կհանձնենք հավատարմագրված կառավարման միջազգային բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբի։ Վարչապետը խոսեց նաև ՔՊ վարչությունում ամիսներ առաջ Հայկ Սարգսյանին արված նկատողության մասին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այդ թվում իր անդամների ոչ կանոնավոր գործողությունները եւ կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու, նշեց Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ Հայկ Սարգսյանը չի լինելու ՔՊ նախընտրական ցուցակում։ Այս պահին իրականացվում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության շուկայական արժեքի գնահատում։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, եթե գնահատման արդյունքում պարզվի, որ հեծի շուկայական արժեքը հասանելի է պետական բյուջեի համար, ապա ընկերությունը կարող է ամբողջությամբ պետականացվել։ Պեկի կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ վերջին շրջանում հատկապես Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ներմուծվող ապրանքների եւ բեռնատար տրանսպորտային միջոցների փոխադրողների կողմից մաքսային ձևակերպումների համար երբեմն ներկայացվում են թերի կամ ոչ ամբողջական փաստաթղթեր։ Պեկը նաեւ հիշեցնում է, որ հարկային օրենսգրքի համաձայն Իրանում գրանցված բեռնատար տրանսպորտային միջոցները Հայաստան մուտք գործելիս ենթակա են ճանապարհային եւ բնապահպանական հարկերի վճարման։ Հայաստանում այս պահին կա 3108 թափուր աշխատատեղ։ Գործազրկության բարձր մակարդակի պայմաններում սոցիալնախարար Արսեն Թորոսյանի խոսքով թափուր հաստիկների չլրացման հիմնական պատճառը միշտ չէ, որ ցածր աշխատավարձն է։ Նա նշում է, որ հաճախ պատճառները կապված են աշխատանքի պայմանների, հեռավորության, ծանրաբեռնվածության, հմտությունների պակասի կամ մասնագիտության նկատմամբ վերաբերմունքի հետ, ընդգծելով, որ անպատվաբեր աշխատանք չկա։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ներկայացրած հաղորդումների հիմքով քննչական կոմիտեն իրականացրել է 100 ստուգում եւ արձանագրել 207 իրավախախտում։ Քրեական վարույթների շրջանակներում պետբյուջե է վերականգնվել մոտ 500 միլիոն դրամի պատճառված վնասը։ Բաբայան փողոցը կեղտաջրերի մեջ է։ Տևական ժամանակ դիտահորից դուրս հոսող գոյաջրերը չեն դադարում, հետիոտնային անցումը չկա, փոխարենը լճակ է։ Հոտը տարածվում է տասնյակ մետրերով։ Մարդիկ սիպված շրջանցում են, սիպված դուրս են գալի հանդիպակաց այս կեղտաջրի պատճառով։ Քաղաքացիները զանգահարել են Վեոլիաջուր, հետո Երևանի քաղաքապետարան, պատասխան չկա, արձագանք եւս փողոցով անցնելը դարձել է անհնար։ Անկամ այս ցուրտ եղանակին գարշահոտը մի քանի 100 մետրից զգացվում է։ Հիմա տեսնում եք ամբողջ ասֆալտը լցված է կեղտով։ Չգիտես ինչ անուն տաս դրան։ Ու այս կեղտաջրերը դուրս է գալիս, այսպես լցվում է ամբողջ Բաբայան փողոցը։ Հակասանիտարական վիճակ։ Ստից է դուրս տալի հեսա։ Ամբողջ ճանապարհն է կեղտի մեջ, ամեն օր նույն պատկերը, խոլերայի վտանգն էլ ամեն օր ավելի է մեծանում։ Արինբերդի հանրահայտ փողոցն է։ Մայրաքաղաքի Արինբերդի փողոցի փոսերի մասին մոտ 1 տարի առաջ էին այսօր լրատվական Ուշամշյան կոմը բարձրաձայնել։ Այսքան ժամանակ է անցել, ոչ միայն փոսերի թիվն է ավելացել, նաև վիճակն է ավելի վատ թարացել։ Այս ամենին գումարվել է նաև դիտահորից դուրս եկող կոյուղաջուրը։ Պատկերացրեք սարը եղանակին որ էլի հոտը զգացվում է։ Սինեցելի որ էլի Հայաստանում մեքենա չմնա։ Տարեկան 300,000 հարկ է տարի, բայց Կոյաջրերը սառույց են դառնում, իսկ փոսերի պատճառով մեքենաներ են կոտրվում, հատկապես գիշերային ժամերին ստիպված ավտոքաշակի օգնությանն են դիմում։ Վիճակը հատկապես անտանելի է քաղաքային տրանսպորտի համար։ Փոսերը։ Ահա որ ասիր պրծար։ Ահա որ վիճակը։ Էսի պրոստը չեմ պատկերացնում։ Իսկ Հայաստանի այլամասերի գյուղերում կես վիճակը։ Պրոստը ամոթ է, չեմ պատկերացնում, ասեք։
Փոսկը անգնում ես տակը խփում է, չես իմանում, իսկ անցնես որ հարյուրավոր, նույնիսկ հազարավոր վարորդներ խնդրանքով դիմում են պատկան մարմիններին, որպեսզի Արինբերգի այս փողոցը, որ մի քանի կիլոմետր հազիվ ընկնում են, մի քանի կիլոմետր հազիվ հասնի, այս մարդաբոյ փոսերը, այս խրամատները վերացնեն։ Օրեցօր ավելացող փոսերից խուսափելու համար վարորդները շատ հաճախ հանդիպակաց են դուրս գալիս, որը հաճախ նաև վթարների պատճառ է դառնում։ Զայրացած վարորդները քաղաքային իշխանությանն են դիմում, կոչանում ի վերջո գործնական քայլեր ձեռնարկել, հակառակ դեպքում իրենք կդիմեն պայքարի այլ միջոցների։